Այսօր թշնամու առաջ թիկունքը բացում են։ Ականազերծման աշխատանքներ են կատարում։ Այսինքն Ադրբեջանը առաջնագիծը հերթով վերցնելով, իր տարածքները ընդլայնելով, պաշտպանական իր համակարգը երաշերտ, քարաշերտ դարձնելով, սրանք էլ մի հատ պատ են սարքում ու ամբողջ իրանց կուսակցությունով, ամբողջ թիմով հրճվում, ուրախանում, երջանկանում, այդ իրանցում այդ 20 մետրանոց պատը որ կա։ Ասում է այդ մեր ամենամեծ ձեռքբերումը, նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն այդ պատը 20 մետրանոց։ Բա դուք որպես ընդդիմություն ինչ եք անում, պարոն Դանիելյան, որովհետև ձեզ արդեն առաջարկում են, որ քանի որ չկա արդյունավետություն ընդդիմության աշխատանքից, գոնե իմպիչմենտ ձեռնարկեք, իմպիչմենտի նախագիծ եւ դա որպես օրակարգային հարց բերեք քաղաքացուն, հանրությանը։ Բայց ով ասես, որ արդյունավետ աշխատանք չկա։ Որն է արդյունքը։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունն է, հիմա, եթե դուք համարում եք, որ մենք գոհ ենք դրանից, իհարկե գոհ չենք, բայց օրինակ ինչ կարող եմ, խնդրում եմ ասեք, ինչ կարող եմ անել ես եւ իմ գործընկերները, որ չենք անում։ Ասացին, իմպիչմենտի նախագիծ ձեռնարկեք, չեք արել, ստորագրությունները սկսեք հավաքել, դուք ձեր ծրագիրը ներկայացրեք քաղաքացուն, քաղաքացին ինքը իր անելիքը կան։ Մի համեմատություն անեմ, էլի, սկզբից մարդիկ ամուսնանում են, հետո իրար հասկանում, թե մի հատ հասկանում են, ծանոթանում են, գործընթաց է անցնում, այսինքն ուզում հասկանալ ՔՊ-ին։ Չէ, ՔՊ-ին չէ, այսինքն իմպիչմենտից առաջ պետք է գործ անես, աշխատանք անես, ինքնանպատակ չլինի այդ անելը, մենք մի անգամ էլ անվստահություն ենք հայտնել ստեղ, եկել են։ Չի ասում են հակառակ կողմից եք խնդրին մոտենում, դուք ձեռնարկեք քաղաքացին կարձագանքի, դուք միշտ հակառակն եք անում, քաղաքացիներին հավաքում եք փողոցում, տուրը անում եք, հետո վերջում ասում եք, բա չեղավ իմ։ Որ ՔՊ-ի վրա ճնշումը չլինի, ես ուզում եմ հասկանամ, ՔՊ-ն ինչով է միանալու դրանը, ոնց է միանալու։ Մարդիկ ասում են, դուք չեք սկսել այդ ստորագրահավաքը, դուք պատգամավորներով, ընդդիմադիրներով հավաքվեք մի հատ ստորագրահավաք սկսել, ինչի չեն միացել։ Ասում եմ, ոչ մեկ չեն կարողանում իրար ճիշտ հասկանալ, ես չեմ հասկանում։ Փուլեր կա, էլի այդ փուլերը որ պետք է անցնեն։ Եթե ինչ որ մեկը խելոք է իրան թվում է, թե ինքը ամեն ինչ գիտի, մենք էլ այստեղ թիթեռ ենք նկարում, չարաչար սխալվում է։ Փուլեր կան, այդ փուլերով պետք է անցնեն։ Այսինքն, եթե փողոցային ճնշում չլինի, ոնց է այդ հրաժարականը լինելու։ Լինի, ասում են ճնշումը, դուք հələ արեք ձեր անելիքը, քաղաքացին կճնշի։ Դե մի դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավոր էր, պրոցես աներ առանց այդ փողոցը գեներացնելու, գար ասեր, բանը, իշխանափոխություն պետք է լինի։ Ինչ են, իշխանությունը տալու են, ասել ինչ լավ է Նիկոլ ջան եկել ես, առ այս վարչապետի աթոռը, այս քեզ ծառայողական մեքենան, այս էլ քեզ առանձնատունը, գնա վայելի, չի։ Ախր չէ, սրբազան պայքարի ժամանակ փողոցն է կար, հանրային ճնշումն է կար, բայց չի ձեռնարկվել իմպիչմենտ, ինչու։ Ով է ասում։ Այսինքն դա եղել է ստորագրահավաք։ մի րոպե այդ անվստահության գործընթացը է, ինչ է։ Կառավարության դու անվստահության գործընթաց ես հայտնում։ Իմպիչմենտ չէ, դա էլ անվստահության գործընթաց։ Իմպիչմենտը նայեք, իմպիչմենտն էլ պետք է ստորագրությունը լինի, որ բավարար չափով ստորագրություն հիմի ընդդիմությունը չունի։ Բայց թեկնածուն ախ պիտի դուք ձեր թեկնածուն ունենաք, թեկնածիով գնաք հերթով բանակցելու։ Ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ, կա ուրեմն միջև այդ կամ պրոցեսներ, այդ պրոցեսների մեջով դու պետք է անցնես այդ պրոցեսների մեջով։ Եք անում ամեն ինչ։ Հա, հիմա ով է այդ ասողով է։ Օրինակ Էդգար Ղազարյանը, Մալյանը, Թեկնածունով։ ասում են ձեր թեկնածուն թող Ռոբերտ Քոչարյանը լինի, բերեք Քոչարյանին։ Այդ թեկնածուի շուրջ գնացել են մնացածի հետ պայմանավորվել են, խոսենք մանդատում։ Փողոցը գեներացրել են։ Մենք մեր չափով մեր գործը անում ենք։ Փողոցային պայքարել ենք տանում, ուրեմն ընդվզումել ենք անում, կալանավորվում ենք, ձերբակալվում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, ստեղել ենք ազգային ժողովում կռիվ տալի։ Եթե ինչ որ մեկին թվում է, թե մենք կոմֆորտ զոնայում ստեղ աշխատում ենք, չարաչար սխալվում է։ Դու եք գործուղումների կոմֆորտ զոնայից դուրս չեք գալիս, ոչ մի բան չեք ուզում անել։ Սպասում եք 26-ի ընտրությունների, որ մտնեք նույն շրջափուլի մեջ, ինչ որ Փաշինյան ուզում է։ Առնվազն ես եւ իմ գործընկերները այս ընթացքում մի քանի անգամ ուրեմն ձեռնարկել ենք եւ փողոցն են գեներացրել եւ Նիկոլ Փաշինյանի ուրեմն
տարբեր ակցիաներ ենք իրականացրել, շարժումներ ենք իրականացրել։ Հանի որ չի ստացվել, ինչ է, խփեք մեզ։ Նշանակում է ինչ որ բան սխալ է կարել, պարոն Դանիելյան։ Հիմա փորձեք հակառակ կողմից։ Ինչ կա, ոչ մեկ անսխալականության բարդույթով թող չտարապ։ Իհարկե, սխալներ են արել, իհարկե բաստողումներ ա եղել։ Ինչա, մարդիկ կան, որ անսխալական են, ես ուզում եմ մի հատ այդ անսխալական քաղաքական գործիչներին տեսնեմ։ Մի հատ ես ուզում եմ հասկանամ այն մարդկանց, որոնք որ ստատուսներ են գրում անընդհատ եւ մեծ խոսում են։ Այդ մարդկանց ուրեմն քայլերն եմ ուզում տեսնեմ, որ գետնի վրա ինչ են անում։ Ասում են դուք մանդատ ունեք, այսօր ձեզ են գործ ուղղել ազգային ժողով Փաշինյանին հեռացնելու համար։ Ասում են, լավ, ինչ է փոխվելու, եթե իմպիչմենթը ձեռնարկեք դուք, արեք, որովհետեւ մեկը այսպես թե այնպես ոչինչ չի փոխվում։ Հիմա թող այդ մի բանը արեք նենց ոնց որ ասում են։ Իսկն համար թե անենք որ արդյունք տա։ Արեք մի հատ փորձեք, որ դուք չեք փորձել, ինչ գիտեք ինչ ա լինել։ Անելու համար թե փորձելու համար անենք։ Ես կարծում եմ այդ վերջի փամփուշտի հնարավորությունը պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ աշխատանքներ տանել։ Ինչ 7 տարի անցավ, 21-ից հետո էլ 4 տարի անցավ։ Հիմա մի Վերջին փամփուշտը մինչև 26 2 անգամ հələ ունեք ան։ Հնարավորություն կա։ Հիմա մի հնարավորություն կա։ Դրանից հետո, եթե չեմ սխալվում, այդ 1 տարի ինքը 1 տարի, եթե չեմ սխալվում 1 տարի այդ հնարավորությունը չի լինելու, ասինքն այդ վերջին 1 տարվա ընթացքում այդ հնարավորությունը չի լինելու։ Հիմա այս վերջի մի տարում ինչ եք դուք ակնկալում։ Ասեմ էլի, որոշակի մարզավիճակ ձեռք բերելուց հետո, որոշակի գործողություններ անելուց հետո, ես հիմա ձեր կարծիքով պիտի տեսախցիկների առջև ասեմ ես ինչ եմ անում կամ ինչ քայլեր եմ ձեռնարկում։ Ասում է ինչ որ բան, այնպես չի դուք նստես սպասում եք 26։ Եթե ինչ որ մեկի նպատակը այն է, որ ասենք գնա այդ ճանապարհով, որ մենք ասենք այն ամեն ինչ որ պլանավորում ենք, դա ուրեմն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել է։ Ճիշտ եմ հասկանում, ինչ որ գործընթացներ գնում է ամեն դեպքում, այնպես չի որ դուք թևերները ծալած սպասում եք 20։ Ինչ եմ ասում։ Այսքան ժամանակ։ Բառ չեք ասում, պարոն Դանիելյան։ Դուք ասում եք impeachment, ասում եմ impeachment-ից առաջ պետք է գործ անեն։ Ես այդ գործը եւ իմ գործընկերները այդ գործը անում ենք, Երևում տեսադաշտում չի երևում։ Լավ է, որ ինչ որ երևում է, այդ ճանապարհով էլ են գնացել։ Բաներ կա երևացել է, հետո իշխանությունները ամենտեղ ականջներ էլ ունի, բաներ ունի։ Իշխանությունները շատ կարճ ժամանակամիջոցում կանխում է։ Այսինքն հնարավորինս չափով այդ process-ներն ու գործընթացները պետք է արվեն լուր, ոչ թե շատ խոսան, այլ գործեն։ Պատերազմի ժամանակ էլ էր տենց։ Այստեղ շատ ստատուս գրողներ կային, որ մենք առաջնագծից եկել ենք, տեսել ենք, մեկին էլ տենց հանդիպեցի քաղաքական գործիչներից, ասեց մեռա ստատուս գրելով, ասեց, օրը 4-5 հատ ստատուս եք, ասեց շատ վատ առողջական վիճակում, ես ասեցի երևի ինչ որ միտեղ վիրավորում ա ստացել, առաջնագծում ինչ որ բան ա եղել, հարցրեցի, ասեց բան ա, ստատուս եմ գրել, ասեց, օրը ասեց 4 հատ ստատուս եմ գրել, ասում առողջական վիճակս լավ չի։ Այսինքն ես կրկնում եմ հատիկ առ հատիկ, օր կարանք մենք ասենք, որտեղ ենք եղել, ինչ ենք արել, պատերազմից սկսած մինչև փողոցային պայքար։ Եվ այդ արդյունքում մենք, մեր ընտանիքի անդամները, մեր հարազատները, մեր բարեկամները ինչերի միջով են անցել, ու միջև հիմա ինչերի միջով։ Դա տեսել ենք, պարոն Դանիելյան ջան։ Ուրիշ բանի մասին է խոսքը։ Ճիշտ եմ հասկանում, որ հիմա այլ տակտիկա եք որդեգրել, ինչ որ այլ մարտավարություն եք որդեգրել, իշխանափոխության ծրագիրը տակից եք անում եւ հանրությանը հասանելի չի դա։ Մի բառ ասեմ։ Այն մի քանի ամիս առաջ երբ որ ասեցի օրինակ, ես ասում եմ ու վերջացնենք այդ թեման։ Ես մի քանի ամիս առաջ որ ասում եի, որ իշխանության ներսում կան տրոհումներ եւ առաջիկայում մարդիկ են լինել, որ խմբակցությունից դուրս են գալու եւ այլ process-ներ ա լինելու, շատ մարդիկ ասում են, ես ինչ եք խոսում, իրանք կուռ են, միաբանված են, միահամուռ են եւ այլ։ Չանցավ դրանից 1 ամիս եւ սպասեք, իհարկե։ Շարունակվելու է տրոհումը ԿՊ-ի։ Այո։ Մի հարց էլ Գյումրիում վաղը ավականում։ Դրա շատ դժվար է իշխանափոխություն անելը եւ դրա միտված պետք է աշխատանքներ անեն եւ այդ ճանապարհն էլ պետք է այդ միջանցքներ թողեն մարդկանց
որ կարողանան այդ մարդիկ այդ միջանցքով կարողանան անցնեն, ոչ թե բոլորին ասեն դուք Նիկոլ Փաշինյան եք, Դավաճան եք, էս եք, այն եք, որ մարդիկ Նիկոլն էլ իրանց ասի, բա գիտեք ինչ կա, այդ տեսեք, ես չլեմ, դուք այսօրն եք ընկնելու։ Այդ դրա մասն է խոսքը, բայց դա չպետք է ամեն անգամ բան անեն եւ այլ, դա պետք է ճիշտ մտածված խելոք աշխատեն առանց խոսելու, առանց դրա մասին աղաղակելու, առանց դրա մասին որոշ գործեր կան, որ ասում են լռություն են սիրում։ Այս այդ գործերից է պետք է անես եւ առանց որևիցե սենց ասեմ, մեղադրանքների, հիմա տեսեք ընդդիմադիր դաշտում էլ չէ, բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, իրենց հետ ճանապարհ եմ անցել, աղոհաց են կիսել, ասենք ես միշտ էլ կոչ եմ արել կոռեկտության, առանց որևիցե մեկը մյուսին վիրավորելու, այդ դաշտը որ բացվում է մեկը մյուսին վիրավորելու, առաջը չես կարող առնես։ Հա, ես միշտ աչքի եմ ընկել նրանով, որ ասել եմ, փորձել եմ նաև ոչ հրապարակային, հարթել են խնդիրներն են, խնդիրները, որ հենց ընդդիմության դաշտում կա, հեշտ է կրակ վառելը, կրակի վրա բենզին լցնելը հեշտ է։ Մարդը պետք է կարողանա այդ գործունեությամբ նաև հանգցնի, եթե դուք ասում եք գնանք միասնական պայքարի, եթե դու 2 օր առաջ մարդուն վիրավորանքներ ես հասնում, ո՞նց ես գնալու իր հետ պայքարի։ Չէ, չէ, մարդը վրա նստված կա տալի, չէ, խոսքը պետք է արժեք ունենա, խոսքը պետք է բան ունենա, ոչ թե դու գնաս եթերներում մարդկանց վիրավորես ամենավերջին խոսքերն ասես այն մարդու հետ, որ ճանապարհ ես անցել, մեկ էլ ասես, բա գիտես ինչա, եկեք մի հատ տեսնենք ինչ ենք անում։ Այս պատասխանատվությունն էլ է, էլի կորել է ժողովրդի, մի որ հասել է այդ վիճակին։ Մեկը մյուսին ամենավերջի հայհոյանքները տալիս է Facebook-ում, իրան թագավոր ազգեմ։ Բայց մեկը այն ժամանակ, որ մեկի հետ կապված խնդիրներ ունենում, կանչում էր, հարցնում էր, ես ինչ է կատարում, ես խի ասենց, ես խի դու ես բառը թույլ տվել քեզ ասելու։ Պատասխանատվություն կար, վերջը պատասխանատվություն ստանձնելու խնդիր կար։ Հիմա աչուձախ հայհոյանքներ, լուտանքներ, վիրավորանքներ, անձնական բնույթի, մարդկանց ընտանիքները մտնելը չի կարելի։ Մենք ինչ որ մեղադրել ենք գործող իշխանություններին, նույնը չպետք է անի, իրեն թույլ տա ընդդիմադիր գործիչը կամ ընդդիմադիր որևէ մի ուժ մեկի նկատմամբ։